Պարոն Նացականյան, ձեր թույլտվությամբ մենք այս պայն գտնում ենք Ավանի նստավայրում, Երևանից կրքերը մայրաքաղաքում թեժ են, ինչպես նկատում եք, մենք խումբ քաղաքացիներ հավաքվել են իաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, դուք եւս բավականին խիստ հայտարարություն եք տարածել, իսկապես ամեն ինչ այդքան վատ է եւ ի վերջո Փաշինյանի իշխանության դեմ ինչպես պետք է պայքարենք։ Լավ ասացիք Փաշինյանի իշխանություն, որովհետեւ ժամանակն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասկանան, որ ինչպես նշել է նաև Սամվել Կարապետյանը, այդ խմբակը եւ այդ նեղմիտների խմբակը, ես ասեմ, շատ գնալով իրոք դառնում են ավելի վտանգավոր նաև այն հարցով, որ ես փորձեմ մի քիչ այլ տեսանկյունից պատասխանեմ, որ գիտեք իմ տպավորություն Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ընկել է մեր հայրից, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության այդ խորհրդանիշների սիմվոլների հետևից։ Ամենաառաջինը, եթե մենք հիշենք, ասենք մշակույթի նախարարությունը փակելը, որը մեր հիմնական, գիտեք, սիմվոլները մեր մշակույթի տարբեր, ասենք, փորձում ենք տարիներով դեռ սովետական միության ժամանակ չէին խանգարում, անգամ հայագիտական կենտրոններ էին բացվում, չգիտեմ, հետազոտություններ էին անում, ապա գյուղատնտեսության նախարարությունը փակվեց։ Այդ ինչ-որ կոմպլեքսներ ունեն, չգիտեմ, օրներքի հետևից ընկան, Արարատ սարի հետևից ընկան եւ այլն։ Հիմա էլ ընկել են մեր մյուս կարևոր, այսինքն գործարար աշխարհի կամ ասենք, չգիտեմ, եւ Սամվել Կարապետյանի դեպքը, գիտեք, ամենաօրիգինալը նրանով, որ նաեւ Սփյուռքի որպես խորհրդանիշ կարելի է դիտել պարոն Կարապետյանին, որովհետև հատկապես նորօրյա Սփյուռք եւ էլ չեմ ասում Ռուսաստանի հազարավոր եւ միլիոնից ավել մարդկանց խորհրդանիշը որպես բարեգործության, որպես հայրենասիրության թե նեղ փոքր հայրենիքի ոնց որ տաշինաթեն դա ամբողջ Հայաստանի թեև ընդհանրապես էս համայնքական հիմնադրամի եթե չեմ սխալվում ամենամեծ հովանավորներից եւ բարերարներից, բայց վատը հենց նա է, որ նաև պարոն Կարապետյանը ազգային կապիտալի հիմնադիրներից է, հասկանում եք, այսինքն մենք ազգային կապիտալը հիմա մսխում ենք։ Հիմա նման եթե մենք նեղացնում ենք, եկեք 44-օրյա պատերազմի օրինակով վերցնենք Ռուսաստանի իշխանությունը քաղաքական էլիտաների հետ ամենաշատը մենք տեսնում ենք, որ այդ Ադրբեջանի կամ մեր թշնամի հակառակորդների հենց նույն բիզնես էլիտաներն է շատ մեծ հարաբերություններով կարողանում են հարցեր լուծել, նույնը ժամանակին, չգիտեմ, Վազգեն Սարգսյաններ կարողանում անել, մյուսը եւ այդ կողմով նեղացնել եւ ընդհանրապես Ռուսաստանի համայնքի, ընդհանրապես Սփյուռքին, չեմ ասում Սփյուռքի նախարարությունը նույն ձև ձախողեցին, ոնց որ այդ հայտի ձախողումը չգիտեմ նախարարությունից սարքեցին ինչ-որ մի հատ հասարակ գերատեսչություն, որ նշանակել են մի մարդ, որը իրականում հասկանում են քանի տարի որևէ արդյունավետ գործով աչքի չի ընկնում։ Ասենք ես չեմ պատկերացնում այդ մարդը ոնց կարող ասեն գնա Սիկտիվկարի հայ համայնքի հետ կամ տարբեր միջին ավանդական համայնքները չի ստացվում, այսինքն որևէ նշանակալի որևէ ձեռքբերում մեր Սփյուռքը չի ունեցել։ Իսկ տվյալ դեպքում մենք նեղացնում ենք ամբողջությամբ Սփյուռք եւ չեմ ասում նաեւ այլ ոնց որ հատուկ անում են, որ նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացնեն ինչ որ այստեղ խնդիրները իհարկե շատ են, բայց ինձ ամենաշատը անհանգստացնում է, որ մենք գնալով փորձում են ոնց որ ոտնատակ դնել մեր բոլոր սիմվոլը։ Նույնն է ոնց որ վաղը չմիսօրը փորձեն, ասենք Շարլ Ազնավուրին վարկաբեկեն որպես ֆրանսիական, ասենք իսկ ով է չի ուսում կադաստրի թուղթը, ասենք ով է տեսել կարող ասի Շարլ Ազնավուրի ծննդական ով է տեսել կամ Քրքորյանները ոնց որ Կալիֆոռնիայում եւ այստեղ շատ նուրբ թելով անցնում է գործարար, Սփյուռք, բարերար եւ այդ մասը որ նույնը գիտեք ոնց որ անկեղծ չգիտեմ ոնց որ մայր Հայաստանը մեկը մեր ամենագլխավոր Երևանի ամենագլխավոր սիմվոլներից է ոնց որ Նիկոլ Փաշինյանը որ մի օր որոշի որ այդ մայր Հայաստանը մեզ պետք բերենք դնենք չգիտեմ ինչ որ մի հատ անհասկանալի իրանց տրամաբանությունով որևէ մի սիմվոլ սա շատ Նացականյան ըստ էության նաև ավելի խիստ հետևանքներ բացի մեղադրանքից այն որ իրավապահ մարմիններին SMS-ն ուղարկվեց իշխանության զավթելու մեղադրանք ըստ էության տրվեց միջդեռ միջամտելու որևէ նման արտահայտություն Սամվել Կարապետյանը չէր հնչեցրել ընդհանրապես ասել էր որ Կարապետյանը ասել է այն ինչ որ ստեղ ով կանգնած է բոլորը կարող են ասել մենք բոլորս եկեղեցու կողքին ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին ենք միանշանակ մենք բոլորս վեհապարի կողքին ենք թե ինչա կատարում ներսը դա մեր գործը չի դա կա հատուկ եկեղեցական ժողովներ եթե սխալներ կան համոզված են վեհապարն է բոլորին համապատասխան կրոնական կանոնակարգով կներկայացնեն իրենց ինչ որ սանկցիաներ կլինեն պատժամիջոցները դա հանելու խնդիր չի եթե չեմ սխալվում ձեր օրաթերթին մի անգամ դեռ բանի հետ կապված էս վերջին եկեղեցու հա վերապարի հանդեպեց հասկանում եք ինչ ա եղել իրականում ինքն գելա կրակ այսինքն ԱԱՑ-ն տվել այդ ծրագիրը տվել այդ փաստաթղթերը եկեք հիշենք քանի նախագահ ենք ունեցել բարձր բոլորը տիրապետել են չէ ասենք նախին հատկապես 2-3 նախագահներն է պատկերացնում եք ինչքան ինֆորմացիա ունեցել բայց երևի որևէ մեկը այդ համակարգը չի ուզեցել վարկաբեկել եւ քանդել այդ բարձր չէ կարգին սովետից ինչքան բան գիրի
Բայց այս մարդը արել է, քանի որ որոշ հարցերում կշռադատված չի եւ այնց էմոցիոնալ բաներ անում, բռնական գելը կրակը, չգիտեմ, ու նաեւ կրակնակցի ամբողջ համակարգը եւ հենց այսօր Աբազյանի այդ հրաժարականը իրանք հիմա sense կասեն, նենց կասեն գնաց հանգստանալու, ես եմ ասել, նա է ասել, հասկանում ենք, որ կա սիստեմում խնդրեմ եւ վերջին սիստեմը, որ մնացել էր համակարգված, որտեղ ներքին գործերը քանդված են։ Մնացած բոլոր նախարարությունները մենք հասկանում ենք, չէ՞ չկա հիմա իրականում բոլոր ձախողված են։ Սկսած Երևանի քաղաքապետարանը, մարզպետարանները, բոլոր գերատեսչությունները եւ ամիլիոն կրկնում, գյուղատնտեսությունը, մշակույթը, այսինքն թե մի մարդ գալիս առաջինը փակում մշակույթի նախարարությունը եւ փակում է գյուղատնտեսության նախարարությունը, որ մենք տարիներով մենակ ձգտել ենք հիմնականում դրան, ել չեմ ասում նույն սփյուռքը, հա, բայց այս մարդիկ բոլոր ձախողված բաներին վստահել են, հիմա այդ մի համակարգներ մնացի ԱԱՑ-ն, այդ ԱԱՑ-ը հետևից էլ անգից համոզված եմ դեռ էլի կլինեն հրաժարականներ, որտեղ լիքը սպայեր, որոնք ինչ որ այդ գիտեք առաքինություն ունեն այդ սպայի եւ հասկանում են, որ այս ինչքան գոյաբանական խնդիրներ կան Հայաստանում, չեն գնա դրան։ Հիմա կարող ասել են ընկել են կրակել։ Դրանը պարոն Նացականյան, ինչ եք դուք կանխատեսում։ Ես հուսով եմ, որովհետեւ որոշ դեպքեր կան, որ շատ ավելի դրական բաներ կան, այտենց սիգնալներ կան, որովհետեւ կան, ես գիտեմ, շատ լավ դատավորներ, ես ինքս իրավաբան եմ, սովորել եմ, որ վերջին մի քանի մենք շատ հաճելի այտենց զարմացած ենք, որ կլինեն նաեւ կլինի դրական։ Ես ամեն դեպքում, որտեղ որևէ մեկը, ասենք Սամվել Կարապետյանի նման մարդուն, որ այսինքն բարերարին, ընդհանրապես մի խոսքի համար, սա այդ իրանց ճակերտավոր ժողովրդավարության բաստիոնն է, որ գնում է մի քանի օր առաջ Պրագայում ասում է մենք այնց երկին ենք հավաքները, ոնց որ սաղին խափում է։ Ուղղակի այս մի օր էս ցասում է կվերածվի շատ ավելի վատ բաների, այդ վակումը շատերն են տեսել։ Մեծ շարժմանս ձեզ կվերածվի եւ ինչ հանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նիկոլ Փաշինյան ընդգծված եւ քաղաքացիական պայմանագիր ընդգծված բոլոր էլիտաները ուզում են ոչնչացնեն։ Ոչնչացնում են, այսինքն բոլոր տիպի հեղինակություններին։ Հատուկ ունեցանում, որ այս կոմպոզիտորին փչացնեն, հատուկ ունեցանում, որ այս նկարիչի ժողովրդական, ասենք, ում էր խանգարում ժողովրդական արտիստ կամ ժողովրդական նկարիչ գաղափարը այն դեպքում, երբ որ ասենք այդ դրանից հետո իրանք վերում են միանգամից բան ազգի հերոս թե ինչ որ մի հատ նոր բան է նշանակում։ Հասկանում եք այդ, այսինքն ժողովրդական ինչա ես իրոք լավ չեմ պատկերացնում։ Այս մարդիկ մի ձեռը չգիտի մյուսն ինչ անում։ Մի գիշերով արտանում են իրենց օրակարգային բոլոր խնդիրները, ընդհանրապես առաջանում նույն օրը։ Այդ sense հերո չեն գնա, դուք ելեմ ասում պատկերացրեք, մենք երրորդ համաշխարհայինի շատ վատ բան եմ ասում, չեմ ուզում տենց բայղուշություն անեմ, նախաշեմին ենք։ Ինչա լինելու, ասենք, ով է լինելու, հիմա այսօրվա ով է մեր պաշտպանության ասված ոչ չանի, պատերազմը լի, պատկերացնեք Պապիկյանը մեր պաշտպանության նախարարն է։ Մեր, չգիտեմ, գենշտաբի պետի ոչ մեկ չի ճանաչում, նրա հետագիծը, նրա փորձառությունը, մենք, չգիտեմ, ինչքանով է մեր բան, ինչ դասեր ենք քաղել, ասենք, ապրիլյանից սկսած մինչև 44 օրյա եւ հետագա, ասենք, Արցախ գործերը այս մարդկանց վստահելու չի, դա է խնդիրը։ Ինչքան է փորձում են կոռեկտ լինել, որպես կուսակցության ղեկավար, որպես, չգիտեմ, Հայաստանի քաղաքացի եւ մնացել, բայց չի լինում։ Իսկ եկեղեցու հանդեպ, ասենք, ոնց կարելի է վեհապար հոր հանդեպ մտնել տենց ստոր, նեղ, էդի դանարենց էլ որ մարդը դա ապացուցում է, որ մարդիկ տենց էլ այդ լրագրողից չդարան։ Աշխարհում շատ դեպքեր են, որ լրագրողները դարձել են ասենք նախագաներ, բայց ինչ որ մարդիկ դարձել են վերապատրաստել, դարձել են հետագայում հրաժարվել են, դարձում չգիտեմ պարտվել են եւ այլն, բայց չասեմ կամ հուսով եմ շաբաթ ուրբաթից շուտ կգա, բայց բոլորս պետք է գնանք դեպի ընտրությունների 26 թվականին եւ մասնակցենք, բայց այս խելքով իրանք որ անում են, ինձ թվում է համակարգը գնալով քանդվելու է, որովհետեւ եթե իրոք Հայաստանի Հանրապետությունում կան շատ են պարկեշտ պետական պաշտոնյաներ, ծառայողներ, բոլորի համար հավատացեք, սա սիգնալ է։ Այսինքն, որտեվ էլի եմ կրկնում, Սամվել Կարապետյանը Սփյուռքի համար, մեզ համար կարևոր սիմվոլ է։ Կարևոր սիմվոլ է մեր բոլոր հայերի համար, այսինքն դա կլինի մարզերից, դա կլինի քաղաքներից, ոչինչ կարող են հասնել իրենց երեխաները, ասենք Սփյուռքում, ինչ հաջողություններ կարող, ասենք, գիտեք, այս սրա հոտը շատ վատ բանից է գալիս, որտեղ ես հասկանում եմ, որ ես վաղը չեմ կարող պարզվի նույն, ասենք, չգիտեմ, մեր տարբեր Ռուսաստանի քաղաքներից, հա, դա կլինի Կրասնոդարի մարզում, դա կլինի, չգիտեմ, Ռոստով, Սարատովում կամ Մոսկվայում, հատուկ Ադրբեջանցիները նենց են անում, որ մեր բոլոր հայերին պոտենցիալ, անկեղծ եմ ասում, նեղեն, ճնշեն, որ Ռուսաստանից ընդհանրապես բոլորը դուրս գան։ Սա շատ վատ բան է, հետագամ ասեմ ինչ անել, հետագամ գնալ են Կալիֆոռնիայի հայերի հետևից։ Ասենք ցուցակը եւի տվել են ադրբեջանցիք, չգիտեմ, ոմանց, ասել են հերթով այս մարդկանց խաղից կհանես։ Ես դա եմ նկատում կներեք իհարկե։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս իրավիճակում ինչ պետք է անի ձեզ որպես կուսակցության առաջնորդ ձեր։ Առաջի հերթին զգոն լինի, որ քանի հաշվով այս մարդիկ տենց այդ հոգեբանական
հոգեբանական խորը բաների կոմպլեքսների մեջ են եւ վախերի մեջ են։ Ես շատ բան չեմ հնչեցնի, բայց կասեմ մի բան, պետք է զգոն լինել, ուշադիր լինել, բոլորս գնանք նախ 26 թվականին, իսկ եթե մինչև 26 թվական կլինեն բոլորս նախ միանանք, անկախ կուսակցություն, երկրորդ, երրորդ բոլոր նախագահները, բոլորս պետք է դառնանք մեկ եւ ծառայենք այդ ամենակարևոր նպատակին, որը սրա վարչախումը գնա, ասենք, հերու, թե հետագայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա։ Բայց օր առաջ ես արդեն չեմ վախում քաղաքական process-ներից, անկեղծ եմ ասում, ես վախում եմ այնց ընդամենը մի քանի 100 կիլոմետր կարող սկսի երրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ մենք անգամ չգիտենք Երևանում որտեղ կա ապաստարան, որտեղ կա թաքստոց, որն աշխատում, մեր հակաօդային ինչ վիճակում է, ովքեր են այդ մարդիկ, ովքեր են այդ զինվորականները, ամեն ինչ փչացնում է բանակը, ասենք ոնց որ հատուկ ուրախությունով ասում է, այս ինչ սպայն բռնել ենք դավաճանության մեջ, այն ինչ սպան գնացել է բենզինա գողացել, ազգի հերոս նախարարի մի հատ ինչ որ կանդիցիոները ես իմ չիլերը գողանալու համար վարկաբեկեցին, դա հանցնից չի արել։ Իշխանության հենց Իրական իրենց իշխանության տված։ Այստեղ գիտեք որ ասեցի ու հիշեցի, այստեղ իրական բարոյական նորմատիվներ կան, որոնք պետքա պահպանել։ Այսօր իշխանությունները դա չգիտեն ինչ բան է։ Օրինակ ես որ ասում եմ ազգային ուղակի մի անգամ հանրային հեռուստաընկերությունում քննարկում էր այդ ժողովրդական նկարիչ բան եւ այլն։ Եվ ոնց հասկանում եմ քաղաքացիական պայմանագրի կողմից հրավիրված էր որպես